Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ տնտեսագետ, քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Պարոն Առաքելյան, այսօր առավոտյան ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչները դիմում են ներկայացրել ԿԸՀ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար։ Նախ ինչ եք կարծում ԿԸՀ-ն արդյոք կկայացնի նման որոշում, կան արդյոք նման հիմքեր եւ արդյոք սա բխում է հենց այդ նույն ուժի շահերից։ Ես կարծում եմ, որ վերջո իրանք կոնկրետ հրահանգստացան, սպասում էին այս քանի օրը։ Հրահանգստացան Մոսկվայից, դա իմ կարծիքն է, եւ ստացան կոնկրետ ծրագիրը, թե ինչ պետք է անեն եւ ոնց պետք է շարունակեն, քանի որ Մոսկվան պատրաստ չի պարզապես ընդունել այն պարտությունը, որը ինքը կրեց Հայաստանում, եւ իրենք հիմա ինչ-որ միջոցներ են փորձում ձեռնարկել, որպեսզի ինչ-որ ռևանշի նման մի բան անեն, որպեսզի իրենք ինչ-որ պարզ երեսով դուրս գան այս ամենի մեջից։ Եվ բնականաբար է, որ իրենք հիմա փորձելու են կրճվել ամեն ինչից, ինչ որ հնարավոր է, ընդամենը երկու տեղամասեր, որ տվյալները համարվել, ինչքան ես հասկանում եմ, եւ հիմա այդ դրա վրա են իրենք կենտրոնացել եւ փորձում են այդ լծակը օգտագործելով ինչ որ իրենց քիչ թե շատ ինչ որ նպատակի հասնեն, բայց չեմ կարծում, որ դա իրենց կհաջողվի, քանի որ դա շատ չնչին ինչ որ մի գործոն է տվյալ պարագայում եւ այդ գործոնը ինքը ոչ մի հաստատություն չի կարող ունենալ ընդհանուր ընտրությունների վրա, որը որ իդեպս ճանաչվել է աշխարհի կողմից, բոլոր նորմալ առաջադեմ երկրների կողմից, Միացյալ Նահանգների կողմից, Դոնալդ Թրամփն է անձամբ շատ սիրուն բառերով ողջունել Հայաստանում իշխանության հաղթանակը եւ ռուսները հիմա փորձում են ինչ-որ ձևով իրենց ոնց որ ասացի երեսը պարզեն, քանի որ հիմա շատ մեծ պարտություն են կրել։ Պարոն Առաքելյան, բայց հետաքրքիր է, որ նույն ուժեղ Հայաստանի պահանջով այդ երկու ընտրատեղամասերի արդյունքները չեղարկվեցին եւ ԲՀԿ-ն, որը առանց այդ էլ մազից էր կախված եւ այսպես մի քանի ձայների հաշվարկով կամ պիտի անցներ խորհրդարան կամ ոչ, ըստ էության դուրս մնաց, խորհրդարան չի անցնելու եւ ԲՀԿ առաջնորդը Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է անում, որ սկսում են քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը եւ ընտրողի շահերը եւ դիմակայելու իշխանության անօրինականություններին, ասում է այս պահին իրենք կոնսուլտացիաներ են իրականացնում տարբեր ընդդիմադիր ուժերի հետ, ինչպես հասկանալ այս հայտարարությունները, այսինքն ուժեղ Հայաստանը դիմել է, որ չեղյալ հայտարարեն, ԲՀԿ-ն դժգոհ է դրանից։ Ես մի քիչ վերաձևափոխեմ Չերչիլի հայտնի բառերը, որ երբ որ սկսում են խոսել արդարությունից, ուրեմն ինչ որ մեկը ինչ որ միտեղ ինչ որ բան է կողացել։ Ծառուկյանի համար դա շատ լուրջ հարց է, քանի որ ինքը հասկանում է, որ ինքը բավականին լուրջ խնդիրներ ունի եւ այդ խնդիրները քաղաքական խնդիրներ չեն, դա տնտեսական եւ պարզապես հապշտակման խնդիրներ են, որ տեղի են ունեցել իր կողմից այս տարիների ընթացքում եւ ինքը պետք է պատասխանի առջեւ կանգնի եւ իրեն շատ պետք էր, որ ինքը մտնի խորհրդարան, նրանով ապահովի իր անվտանգությունը, ինչը որ տեղի չի ունենում եւ չի ունենա եւ իրենք բոլորով հասկանում են, որ այն հայտարարությունը, որը որ իրենք թափեցին Հայաստանի գլխին, ես նկատի ունեմ ձայների գնումը, ֆինանսները, սուտ տարածելը, տարբեր ինչ որ արտասահմանից ճնշումները, որոնք որ գործածվեցին այս ընտրությունների ժամանակ, իրենք այդ ամենի պատասխանը մոտ ժամանակներում պետք է տան, թե ոնց է դա տեղի ունեցել ընդհանրապես եւ շատ հնարավոր է, որ իրենք խորհրդարանի փոխարեն հայտնվեն ուրիշ տեղերում, իրենցից շատ-շատերը, որոնք որ արդեն մի մասը արդեն հայտնվել են այնտեղ, որտեղ որ պետք է լինեին, եւ իրենք այդ վախը օգտագործում են ու նա փորձում են ամեն կերպ այդ իրավիճակից դուրս գան եւ
փորձում են ամեն կերպ ապացուցեն, որ իշխանության կողմից ինչ-որ խախտումներ են եղել, ընտրական հանձնաժողովի կողմից է խախտումներ եղել եւ ամեն կերպ փորձեն չճանաչել, հերքել այս ընտրությունների։ Պարոն Արաքելյան, ներողություն եմ խնդրում, բայց մենք նախորդ ընտրություններից առաջ հայտարարությունների էինք ականատես լինում, որ եթե մեր հաղթանակը գողանա, մենք կգնանք հեղափոխության, քիչ չի խոսվել հետընտրական զարգացումների մասին, բայց մենք տեսանք, որ ընտրություններից հետո 4 օր այս մարդիկ պարզապես լռություն էին պահում կամ ամենատարբեր հայտարարություններ էին անում, որոնք ըստ էության մեծ բան չէին փոխում իրականության մեջ, բայց այնուամենայնիվ, եթե հետընտրական զարգացումների նպատակ կար, ընտրությունների հետ հաստ չէին ընտրության արդյունքների, ինչու հենց ընտրության հաջորդ օրը չսկսեցին այդ հետընտրական զարգացումները, այդ հեղափոխությունը իրենց բառերով ասած։ Ինչու փողոց դուրս չեկան։ Իրանք չեն որոշում, իրանք որոշումից դա կախված չէ, իրանք չեն որոշում ընդունողները։ Որոշում ընդունողները նստած են Կրեմլում։ Կրեմլում այս քանի օրվա ընթացքում մտածում էին, գցում բռնում էին, նայում էին համաշխարհային արձագանքին, հա, նայում էին թե ինչ ճանապարհներ, փնտրում էին ինչ-որ ճանապարհներ, փնտրում էին ինչ-որ սխալներ, որը որ կարող են օգտագործել եւ վերջնականապես իրենք հասկացան, որ չէ, պետք է ինչ-որ մի բան անեն։ Ժողովուրդը փողոց դուրս չի գա բնականաբար, հա, ինչպես իրենք մտածում էին, որ ժողովրդին կարող է դուրս հանեն բան։ Ժողովուրդը ամեն ինչ շատ բարձ տեսնում է, որ նորմալ ընտրություններ են անցել եւ եթե նույնիսկ ինչ-որ խախտումներ տեղի են ունեցել, ինչը որ տեղի ունենում յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ, ապա այդ խախտումները իրենք ոչ մի լուրջ դեր չեն կատարի այն վերջնական ընտրության համար, հա, եւ բնականաբար իրենք փորձում են հիմա ինչ-որ հասկանալով, որ արդեն այդ ռեսուրսը չկա, որ իրենք նորից հժդժություններ ստեղծեն, նորից ինչ-որ միտինգներ, հրապարակներ փակեն, բան, իրենք այդ ռեսուրսը չունեն բացապես։ Եվ իրենք հիմա փորձում են ինչ-որ օրինական մեթոդներով, չօրինական լծակներով ինչ-որ մի թեկուս ինչ-որ իրենց ճանապարհը ինչ-որ ձևով կարողանան հիմնավորեն դեպի խորհրդարան։ Այսինքն մանդատները վերցնելու են։ Հրամասի, որ մանդատները կհանձնեն, բայց խոսում են, դա խոսակցություն է ընդհանրապես։ Վերջին հաշվով մանդատներ չեն հանձնելու եւ իրենք լուր ոնչ կամ պետքա գնա խորհրդարան, կամ պետքա ինչ-որ մի բան մոգոնեն։ Այդ հիմա այդ process-ն է հիմա տեղի ունենում, որ իրենք փորձում են ինչ-որ մի բան մոգոնել պարզապես։ Պարոն Արաքելյան, իսկ ինչ սպասել ռուսական կողմից, որը չի շտապում շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ, լուռ է, իսկ առաջի դեմքի մակարդակով նկատի ունեմ, իսկ իրենց պետական հեռուստաալիքներում եւ նաեւ Զախարովայի մակարդակով, Պեսկովի մակարդակով խոսվում է այն մասին, թե ինչպիսի մեծ ծավալների խախտումներով են անցել Հայաստանում ընտրությունները, իրենք չեն ճանաչում եւ ընդդիմադիրները ինչքան ճնշված են, ինչ միտում են հետապնդում նման հայտարարությունները եւ եթերից հնչող նման հատկապես հայտարարությունները։ Հասկանում եք, Ռուսաստանի համար դա հերթական պարտություն էր, որը որ ինքը արդեն չի կարող ընդունել, ինքը փորձում է ամեն կերպ չընդունել, հերքել այդ պարտությունը եւ Հայաստանի կորուստը իսկ հիմա փաստացիորեն տեղի ունենում Ռուսաստանի համար վերջնականապես Հայաստանի կորուստը։ Քանի որ իրենք տեսնում են, որ ինչ հետաքրքրվածություն եւ կոնկրետ գործնական առաջարկներ է Հայաստանը ստացել Միացյալ Նահանգներից, Եվրոմիությունից, ինչ գործնական քայլեր են ձեռնարկում նույն Եվրոմիությունը կապված այդ մթերքի արտահանման հետ, ինչ ճանապարհներ է բացվում հիմա Հայաստանի համար եւ Ռուսաստանը այդ ոչ մի ճանապարհի մեջ ոչ մի մասնակցություն այլևս չի ունենալու, այդ ամենի հետ իրենք պատրաստ չեն համակերպվել։ Քանի որ Ռուսաստանի ծրագիրը ընդհանրապես գլոբալ ծրագիրը, որը որ սկսել է դեռ 2000-ական թվականների սկզբում, երբ Ռուսաստանը որոշել էր, որ պետք է վերականգնի ռուսական կայսրությունը, հա, հիշենք 2007 թվականի Մյունխենյան ճառը Պուտինի երբ ինքը հայտարարեց, որ սովետական միության փլուզումը դա ամենամեծ 20-րդ դարի ուրեմն գեոպոլիտիկ աղետն էր եւ դրանից հետո հաջորդած
Վրաստանի պատերազմը, Ուկրաինայի Ղրիմի զավթումը եւ Դոնբասի զավթումը, դրանից հետո հաջորդեց արդեն եւ դրանից առաջ դեռ Վրաստանում իրենք կարողացան ինչ-որ մի կերպ հաղորդողության գալ Իվանիշվիլիին դարձյալ գումարներով ինչ-որ հսկայական ֆինանսական օգնությամբ բերել իշխանությանը։ Չհաջողվեց Մոլդովայում, Մոլդովան էլի բազմաթիվ ջանքեր ծախսեցին Մոլդովայի վրա, որպեսզի էլեկտորատը գնեն, չստացվեց, Մոլդովան դիմացավ, Մայա Սանդուն վերընտրվեց։ Հիմա հերթը նորից հասել է Հայաստանին, ես էլ չեմ ասում 20 թվականի այդ իրենց վաճառքը Արցախի, որ իրենք պարզապես կորցրեցին այն մահակը, որ միշտ կարողանում էին Հայաստանին ինչ-որ ճնշում գործադրել, թե Հայաստանի վրա, թե Ադրբեջանի վրա, բայց իրենք որոշեցին, որ այդ մահակը կարող են վաճառել, թե իրենց բարերով ակուդա դենեցա Արմենիա։ Իրենք կարծում էին, որ լոլիկներով եւ ծիրանով, դա լոլիկները ու ծիրանը բավական է նրան համար, որպեսզի Հայաստանը հեռու չգնա։ Հայաստանը նույնիսկ չմտածի նրա մասին, ու կարող է ինչ-որ ուրիշ կողմ նայել։ Բայց դա չի աշխատում։ Մեր ժողովուրդը կարողացավ թե 21 թվականին ճիշտ ընտրություն կատարել եւ այն ծրագրերը, որով որ այդ պարտությունից հետո ուրեմն պետք է իշխանությունը հեռանա եւ կգա արդեն ռուսական իշխանություն, տեղի չունեցավ 21 թվականին հայերը նորից ընտրեցին գործող իշխանությունը եւ նույն բանը տեղի ունեցավ հիմա։ Մենք հասկացանք, մեր ժողովուրդը հասկացավ, որ ռուսները մեզ պարզապես դարձյալ վաճառեցին։ Նույնպես վաճառեցին նույն թուրքերին, ինչպես դա տեղի ունեցավ 20 դարի 20-ական թվականներին, երբ Արարատը եւ մնացած հայկական հողերը Ռուսաստանը նվիրեց թուրքերին։ Հիմա նույն բանը տեղի ունեցավ, բայց մենք արդեն այդ փորձը ձեռք ենք բերել։ Մեր ժողովուրդը արդեն հասկանում է եւ հուսով եմ պարզ գիտակցում է, որ մենք Ռուսաստանի հետ այլևս ընդհանուր ճանապարհ պարզապես չունենք եւ Ռուսաստանը չի կարողանում համակերպվել այդ մտքի հետ։ Իրենց մնում է այսօր իրենք հասկացան արդեն, որ այդ մթերքի այդ ներմուծումը դեպի Ռուսաստան եթե արգել են բան չի աշխատում։ Եվրոմիությունը մեզ ձեռք մեկնեց, ֆինանսական օգնություն տրամադրեց, հա, հիմա արդեն գիտեմ, որ հատուցվում են, սկսել են հատուցել այն ձեռնարկությունները, որոնք որ արտահանում են դեպի Ռուսաստան, մթերքը իրենց կորուստները հատուցվում են նույն այդ գումարներից, Հայաստանի բյուջեից եւ Ռուսաստանին մնում է միայն կամ ինչ-որ դիմել ավելի ծանր գործողությունների, որի հնարավորությունը Ռուսաստանը այսօր գրեթե չունի։ Եթե խոսքը գնում է նրա մասին, որ 102-րդ բազան է գտնվում Հայաստանում, ապա այդ բազան ինքը չգիտեմ, ռազմական տեսակետից ինքը ոչ մի նշանակություն չունի Հայաստանի համար, ես նկատի ունեմ այն չունի այն հզորությունը կամ այն ռազմական ուժը, որպեսզի կարողանա ասենք թե Աստված Եվրոպայի ինչ-որ մտադրումներ առաջացնի, որ ինքը կարող է ինչ-որ Հայաստանը գրավել կամ Ռուսաստանը, որը որ այսօր ռմբակոծվում է ամեն օր Մոսկվան ներառյալ ուկրաինական դրոնների կողմից, ինքը կարող է նաև մի նոր ֆրոնտ բացել Հայաստանում, այդ մտքերը հուսով եմ իրենց գլուխներում չի անցնում, քանի որ դա անհնարին է։ Պարոն Առաքելյան, բայց մենք առնվազն տեսնում ենք, որ օրինակ ռուսական նարատիվների պրոպագանդիստ Միկա Բադալյանը գրել էր, թե Գյումրիում երրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանի վրա հարձակում է եղել, տեղադրելով այնտեղ տեսանյութեր եւ գրություններ, թե Հայաստանում ինչպիսի մեծ ռուսատյացություն կա, անգամ որոշ հայերի նացիստներ են անվանում, պարզ է, որ սրանք սադրանքներ են եւ շատ հնարավոր է, որ հենց իրենց կողմից էլ կազմակերպված են, բայց ինչ միտում ունեն սրանք, որովհետեւ սրան անդրադարձ էր կատարել նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը նշելով, որ սա պարզապես խուլիգանություն չէ, սա ռուսատյացության հստակ դրսևորումներ են, այսինքն ինչ հող է նախապատրաստում հիմա Ռուսաստանը, արդյոք կարող ենք առաջիկայում ականատես լինել նման սադրանքների, օրինակ ռուսական ռազմաբազայի ուղղությամբ։ Այդ սկավառակը, որը որ իրենք դարձյալ օգտագործում են, դա շատ մաշված սկավառակ է։
Իրանք այդ սկավառակը օգտագործել են բազմաթիվ երկրներում, բազմաթիվ տեղ, եւ հենց որ Ռուսաստանը ինչ որ ոչ կոմֆորտ իրավիճակում է հայտնվում որևիցե երկրի վերաբերյալ, հա, իրենք սկսում են խոսել միանգամից ինչ որ սրբապահության մասին, իրենք խոսում են իրենք ինչ որ դրդապատճառներ են ման գալի։ Հարցը դրդապատճառի մեջ չէ։ Յուրաքանչյուր երկրում Ռուսաստանը կարող է գտնել դրդապատճառ, որպեսզի ինքը ինչ որ ավելի ռադիկալ գործողությունների անցնի։ Հարցը ստեղ նրանում է, թե արդյոք ինքը այդ հնարավորությունը ունի, թե ոչ։ Եվ դա տվյալ պարագայում իմ կարծիքով դա պարզապես փորձում են վախեցնել, վախ տարածել, փորձում են չգիտեմ, ինչ-որ ճնշման տպավորություն ստեղծել, ռազմական ճնշման տպավորություն ստեղծել, որ տեսեք, հայ դուք եթե հիմա այդ բանը, մենք այդ ամեն ինչ արդեն անցել ենք, մենք ասելով ես մի կապնում եմ նորմալ երկրներ, այդ ամեն ինչ անցել ենք, Լիտվայում, Բալտյան երկրներում, հա, տարբեր եվրոպական երկրներում, նախկին սովետական երկրներում, այդ ինչի նույն Միկա Բադալյանը, ինչ որ ուրախ չեմ, որ ընդհանրապես այդ անունը արտասանեցի, բայց այնուամենայնիվ իրենք չէին արձագանքում, երբ որ երկրորդ համաշխարհային պատերազմի արձաններն էին քանդվում Արցախում, ադրբեջանցիների կողմից, ուր էին իրենք, ինչի ձեն չէին հանում, ինչի Ռուսաստանը այդ իստերիկան չէր բարձրացնում իր հեռուստաալիքներում, որ տեսեք, Արցախում դա իրանք ձեռնտու չէր, իրանք դրա մասին գրեթե ոչ մի բան չխոսեցին, ընդհանրապես դա աննկատ անցավ իրենց ալիքներում, բայց ինչ որ մի հատ քարի վրայից Մոսկվա բառը, ուրեմն այդ տառերը փոկվել են, թե փոկվել են, չգիտեմ, Աստված գիտի, թե ինչ որ մեկը պրինցա տարեհանձն է, ու այդ իրանց համար մի կատաստրոֆա է, մի խայտառակ իրավիճակ է, որը որ հիմա իստերիկայի մեջ իրանք բոլորը խփվում են։ Բայց ինչ դրանից, հա, ասենք թե ինչ որ մի արձանի վրայից ինչ որ տառեր են կորել։ Դա ինչ է դրդապատճառը, որպեսզի դուք կարողանաք մեղադրեք մի ողջ ազգ դրա մեջ, հա, թե դա դրդապատճառը ինչ պատերազմ եք ուզում սկսեք դրա հիման վրա։ Ինչի մասին է խոսքը։ Իրենք չեն կոնկրետացնում։ Իրենք պարզապես այդ իստերիկան է, իրենք այդ ամեն ինչը խոսում են նրա մասին, որ Ռուսաստանը ընկել է այդ շախմատային մի հատ իրավիճակ կա, ցուցվանք։ Այդ իրավիճակն է, որ քո հակառակորդի յուրաքանչյուր քայլը ի վնաս է իրան գնում։ Այսինքն իրենք հայտնվել են մի իրավիճակում, որտեղ որ բոլոր դռները փակվում են մեկը մյուսի հետևից եւ բոլոր հնարավորությունները կրճվում են։ Չի ստացվում։ Փորձում են, այս ճանապարհով չի ստացվում, մյուս ճանապարհն են փորձում, այս լծակներն են օգտագործում, այն լծակներն են օգտագործում, չհասկանալով, որ այն ամենագլխավոր մահակը, որով որ իրենք կարողանում էին մանիպուլացնել Հայաստանը, դա Արցախն էր։ Իսկ Արցախը իրենք վաճառել են։ Ուրիշ էլ մահակ իրանք իրան ձեռքում չունեն։ Հայաստանը վերջնականապես ստացել է այդ ազատությունը եւ այդ հնարավորությունը, որպեսզի տոկ գա այդ առանց դել քանդվող եւ այրվող երկրի կայսերությունից։ Եվ որը որ ապագա չունի պարզապես, հասկանում եք, եւ մենք այսօր փառք Աստծո մեր էլեկտորատի մեծ մասը, ասենց ասեմ, փառք Աստծո դա սթափ եւ պարզ գիտակցում է, որ մեր ճանապարհը Ռուսաստանի ճանապարհի հետ այլևս չի համընկնում։ Շատերը խոսում են նրա մասին, որ մենք հիմա ուրեմն Ամերիկայի շահերն ենք պաշտպանելու, պաշտպանում, Եվրոպայի շահերն ենք պաշտպանում։ Ուկրաինայի օրն ենք ընկնելու։ Խոսքս դրա մասին չի հիմա։ Տարբեր ուրեմն Եվրոպայի շահերը, Ամերիկայի շահերը, իսկ ինչի ենք մենք պաշտպանում իրենց շահերը, որտեղ իրենց շահերը ու մեր շահերը համընկնում են։ Մեր շահերը եվրոպական շահերի հետ եւ Միացյալ Նահանգների շահերի հետ համընկնում են։ Մեր շահերը համընկնում են նրա հետ, որ Հայաստանի տարածքով ճանապարհ բացվի եւ Հայաստանը օգտվի այդ ճանապարհից, որ Հայաստանի առևտրական լոգիստիկ ճանապարհները բացվեն, որպեսզի հայկական եւ հայ-թուրքական սահմանը բացվի։ Մեր շահերից է նույնիսկ այն, որ մենք դադարեցնենք գնել գազ Ռուսաստանից։
այլ գնենք գազ ուրիշ երկրներից, որոնք որ արդեն առաջարկը ըստ որոշ տեղեկությունների արդեն գոյություն ունի։ Որ երկրներ նկատի ունեք, պարոն Առաքելյան։ Իրան, Ադրբեջան։ Տենց ինֆորմացիա կա ինսայդերական, որ հիմա առաջարկներ կան եւ Թուրքմենիայից, եւ Իրանից, եւ նույնիսկ Ադրբեջանից։ Եվ մենք վերջնականապես կկարողանանք փոկվել այդ կախվածությունից, այն մահակն հերթական իրենց մի փոքր լծակ է, ասեի ոչ թե մահակ, այլ լծակը, այդ գազն է, որ իրենք մեզ շանտաժի են ենթարկում, թե մենք գազը ձեր վաճառում ենք $170, այնինչ իրենք $170 էլ չէին վաճառում, իրենք իրենց են վաճառում $170, Հայաստանի վրա իրենք ավելի թանկ են, անհամեմատ ավելի թանկ են վաճառում, համարյա թե $400։ Այդ գների սահմաններում մենք հանկիստ կարող ենք ուրիշ ալտերնատիվ ճանապարհներ գտնել գազի եւ ոչ միայն գազի։ Մենք տեսնում ենք, որ մեր արտադրանքի արտահանման հարցերը կարող ենք լուծել արդեն ինքնուրույն, չկապված Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը ինքը դա չգիտակցելով մեր համար ճանապարհ են բացում։ Իրենք հասկանում եք, այդ որ կանգնացրեցին, արգելեցին, հիմա բառացիորեն երեք արգելեցին ընդհանրապես մթերքի ներմուծումը դեպի Ռուսաստան, իրենք ճանապարհ են բացում, ստիպում են, ոնց որ նույն Եվրոպան, որպեսզի Եվրոպան իր դարպասները բացի Հայաստանի առջև, եւ ինչը Եվրոպան անում է։ Մենք պարզապես մի քիչ ուշ պետք է գործադրենք, որպեսզի մենք դիվերսիֆիկացնենք մեր արտադրանքը, մեր ճանապարհները, մեր լոգիստիկ հնարավորությունները, եւ այդ հնարավորությունները արդեն գործում են, հա, երկաթ գիծը բացվեց դեպի Թուրքիա, եւ այդ հնարավորությունները արդեն կա։ Մենք այո, որոշ ինչ-որ միգուցե կորուստներ կկրենք, չնայած այդ կորուստները Եվրոմիության կողմից հատուցվում են, ինչի մասին մենք ձեր հետ խոսացել ենք նախկինում, հա, նույն գազի վերաբերյալ, որ ինչ տեղի ունեցավ Մոլդովայում, եթե հիշում եք, որ նույն սցենարը իրանք փորձեցին գործածել եւ Մոլդովայում, հա, գազը թանկացրեցին, այդ ապրանքները, գինին, բան ինչ արեց Եվրոմիությունը բացեց իր սահմանները Մոլդովական արտադրանքի համար եւ ինչ որ վերաբերվում է գազին, ինքը պարզապես փոխհատուցեց այդ տարբերությունը, գնային տարբերությունը։ Առանց մաքսատուրքի, առանց բանի հիմա Մոլդովան հնարավորություն ունի վաճառել իր ապրանքները Եվրոպայում։ Ես ապրելով Եվրոպայում, ես հասարակ սուպերմարկետում տեսնում եմ բազմաթիվ մոլդովական ապրանքներ այսօր։ Եվ հուսով եմ, որ վաղը կտեսնեմ նաև հայկական ապրանք։ Պարոն Առաքելյան, բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ ռուսական ռազմաբազայի հարցը, որովհետև ռուսական ռազմաբազան ըստ էության տեղակայված է Գյումրիում Հայաստանին ինչ-որ ենթադրյալ ուժերից երկրներից պաշտպանելու համար այդ ներխուժումից, բայց հիմա ռուսական ռազմաբազան արդյոք կարող է անվտանգային ռիսկի վերածվել երկրի ներսում, երբ Ռուսաստանի Դաշնությունից մենք նման օրինակ հայտարարություններ ենք լսում, որ դուք Ուկրաինայի ճանապարհով եք գնում։ Իրեք բազում անգամ մենք խոսել ենք նրա մասին, որ ռուսական ռազմաբազան ինքը ոչ թե ինչ-որ կոչված է պաշտպանել Հայաստանի ինչ-որ շահերը կամ ամբողջականությունը, այլ դա պարզապես սպառնալիք է Հայաստանի պետականության համար։ Այդ ռազմաբազան պետք է հանվի Հայաստանից ընդհանրապես եւ հեռացվի։ Այնպես, նույնպես, դա կարող է դեպ ասեմ, դա կարող է պատասխան լինել, հիմա փորձում են հապկից, ուրեմն այսօր է լսումները, եթե չեմ սխալվում, հապկում, որ ուզում են Հայաստանը հեռացնեն հապկից, շատ լավ, հեռացրեք հապկից, ինչի մասին եւ մենք փաստացիորեն արդեն ենք հեռացել այդ հապկից, հա, մենք անդամավճարները չենք վճարում արդեն որևէ տարին է եւ ի պատասխան մենք կարող ենք պարզապես հարցը դրել նրա մասին, որ ռուսական բազան հեռացվի Հայաստանի տարածքից։ Թող տանեն իրենց մոտ ինչ ուզում են անեն այդ ռազմաբազային։ Առանձնացել են ռազմաբազան արդեն կիսակառույց վիճակում է մնացել եւ լուրջ ռազմական ինչ-որ ուժ իրանից չի ներկայացվում։ Ես ավելի շատ, եթե Աստված չանի, ռուսները այդպիսի անխելք գործողությունների գնան, որ փորձեն ռազմական կերպով գրավեն Հայաստանը, ես ավելի մեծ ուշադրություն կգրավեի մեր իշխանությունների եւ հատուկ ծառայությունների, ոչ թե հենց ռազմաբազայի վրա, այլ օդանավակայանի վրա, որտեղ ռուսները ռուսական նավակայանի վրա, որը որ գտնվում է Երևանի կողքը։ Եվ այդ սցենարը բազում անգամ նման սցենարներ ռուսները օգտագործել են
տարբեր երկրներում, սկսած Չեխիայից վերջացած Աֆղանստանով, երբ իրենք սկզբից գրավում են օդանավակայանը եւ հետո դրանից հետո միանգամից փորձում են իրենց ռազմական ինքնաթիռները այնտեղ վայրեջք կատարեն եւ իրենց սպեցնազը նման դուրս գա եւ պատերազմ հրահարի այդ երկրում այդ սցենարները որոշ տեղեր հաջողվել է ռուսների մոտ ասենք որ Աֆղանստանում ոնց որ տեղի ունեցավ կամ Չեխիայում եւ տեղեր կար որտեղ որ չհաջողվեց խոսքս Կիևի մասին է նույն սցենարը եղել է Կիևում Երբ իրենք խնդրել են ինչ-որ մի ինքնաթիռ անստել, իբրև թե քաղաքացիական ինքնաթիռը դա եղել, բայց դրանից հետո դուրս է եկել սպեցնազը, բայց ուկրաինացիները պատրաստ են եղել դրան։ Եվ իրենք իրենց օդանավակայանը ռմբակոծել են, ինչով որ վերացրել են հնարավորությունը, որպեսզի հետագա ինչ-որ մյուս ինքնաթիռները կարողանան նստել։ Հայաստանը այսօր պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր անխելք նույնիսկ Ռուսաստանի գործողությունների։ Մենք մեր երկիրը պետք է պաշտպանենք։ Այդ կայսերությունը մեզանից իր կամքով չի հրաժարվի։ Մենք պետք է ստիպենք իրեն, որպեսզի ինքը իրենց կեղտոտ արյունոտ ձեռքերը մեր երկրից հանեն եւ հետ քաշեն։ Դա է մեր միակ հնարավորությունը, որպեսզի մենք կարողանանք մնանք իբրև պետություն, իբրև ազգ, մենք կարողանանք զարգացնել մեր մշակույթը, առևտուրը, տնտեսությունը եւ բանակը։ Եվ ինչ գին կարող է վճարել։ Միակ հնարավորությունը։ Ինչ գին կարող է դրա համար վճարել պարոն Առաքելյան Հայաստանը, թե այնուամենայնիվ Հայաստանը արդեն վճարել է բավարար չափով։ Գիտեք, ամենածանր գները մենք արդեն վճարել ենք։ Մենք արդեն կորցնելու ոչ մի բան չունենք։ Մենք պետք է ամեն ինչ գործադրենք, որպեսզի նախ ամենաառաջինը նման սցենար տեղի չունենա ընդհանրապես։ Նման միտք չառաջանա իրանց գլխներում եւ ես հուսով եմ, որ չի առաջանում, որովհետեւ իրենք դրա հնարավորությունը, ֆիզիկապես դրա հնարավորությունը չունեն։ Հայաստանը փառք Աստծո չունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ։ Դրա համար եմ ես խոսում այդ օդանավակայանի մասին։ Ինչ որ քայլեր գործարկեն մինչև Վրաստանի միջոցով բան դա հնարավոր չի, դա անհնարին է, դա հսկայական ժամանակ է պահանջելու, դա երևալու է եւ միակ տարբերակը դա ասենց կայծակային հեղաշրջումն է Հայաստանում, ինչը որ իրենց չի ստացվի անելը, քանի որ Հայաստանը երբեմն ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ։ Եվ մեր մոտ այսօր այն իրավիճակն է, որ կամ մենք այսօր կկարողանանք պահպանել մեր երկիրը, պահպանել մեր ժողովրդի կամքը, որը որ արտահայտվեց մի քանի օր առաջ, կամ մենք կկորցնենք ամեն ինչը։ Մենք Հայաստանը իբրև պետություն, իբրև, չգիտեմ, ամեն ինչ մենք բոլոր օպցիաները կավարտվեն մեր երկրի համար։ Եվ մենք դարձյալ կվերադառնանք ինչ-որ մի խայտառակ իրավիճակի ծանր ստրկային ինչ-որ կարգավիճակի, որը որ եղել է այս վերջին 30 տարվա ընթացքում։ Եվ արդյոք պարոն Առաքելյան այս պրոռուսական ուժերը ընդդիմությունը, որը հիմա ըստ էության բավարար չափով մանդատներ ունի խորհրդանում եւ տեղավորվել է այնտեղ, ինչ է կարծում այսպես սահմանադրական դատարանից կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ հակառակ ուղղությամբ վազք կանի դժգոհելու ընտրությունների արդյունքների հետ կապված, թե այնուամենայնիվ ի վերջո կվերցնի մանդատները եւ կփորձի խորհրդարանում նույն անկայունությունը ապահովել։ Դե իրանց մոտ վստահ եմ, որ գոյություն ունի պլան A, պլան B, այդ ինչ որ դուք հնչեցնում եք, դա երևի իրենց պլան B-ն է։ Պլան A-ն հիմա այն է, որ իրենք չճանաչեն, ասեն, որ չի ստացվել, չի եղել, դուք խաբել եք, դուք, չգիտեմ, ձայները ինչ որ չեք հաշվարկել, մենք հաղթել ենք, թե ինչ են անում դա, իրենց մենք տեսնում ենք, թե իրանք ինչ տրամադրվածությամբ էին գնում դեպի այդ Նույնիսկ խոսք անգամ չէին ուզում լսեն նրա մասին, որ իշխանական ուժերը կարող են վերընտրվել։ Ուղիղ հարց էին տալի լրագրողները, որ իսկ դուք կշնորհավորեք, չէ, իրենք շրջանցում էին այդ պատասխաններից, իրենք խուսափում էին որևիցե պատասխան տալ նման։ Եվ ինչ է խոսում են նրա մասին, որ իրենց նպատակը եղել է իշխանափոխությունը։ Իրենք չեն բավարարվում նրանով, որ իրենք
խորհրդարանում ինչ որ ֆրակցիա են լինելու, որը ոչ մի բան չի որոշելու, բացի մանր-մունր ինչ բաներից, բացի խոչընդոտներ դնելուց, բացի ինչ որ քարկոծումից, իրենք ոչ մի բան չեն որոշելու։ Եվ իրենք դրանով կարծում եմ, որ չեն ուզենա բավարարվել, բայց միգուցե ստիպված կլինեն, քանի որ հասկանում են, որ եթե նույնիսկ վաղը նոր ընտրություններ նշանակվեն, հա, ասենք թե չեղարկվեն բոլոր ընտրությունները, այն ռեսուրսը, որ իրենք դրեցին այս ընտրությունների վրա, խոսքս ֆինանսական ռեսուրսի մասին է առաջին հերթին, ես էլ չեմ խոսում տարբեր ադմինիստրատիվ ռեսուրսների վրա։ Ֆինանսական ռեսուրսը ծախսել միլիարդավոր դոլարներ ու իրենք նպատակին չեն հասել։ Արդյոք պատրաստ են նորից իրենք իսկ այդ միլիարդավոր դոլարների մեծ մասը ծախսել են հենց հայկական ազգանուններ կրող անձնավորությունները։ Ես խոսքը միայն Սամվել Կարապետյանի մասին չի։ Բազմաթիվ մենք տեսնում ենք, թե ինչ չարտերային ռեյսերով Մոսկվայից, տարբեր Ռուսաստանի տարբեր ռեգիոններից մեր հայրենակիցները ռուսաստանցի գալիս էին, որպեսզի քվեարկեն իրենց սիրված ռուսաստանցի օլիգարխի օգտին եւ նույն օրը վերադառնան հանկարծակի ինչ որ հրդեհություններ բաներ չսկսվի, իրանք գնան իրենց ապահով տներում պահկվեն։ Մենք այդ ամենը տեսել ենք, իրենք դրա ռեսուրսը նորից այդ ամեն ինչը կրկնելու չունեն եւ ավելին ասեմ, այսօրվա մեր իշխանությունը պետք է պատրաստ լինի եւ հուսով եմ, որ պատրաստ է նման գործողությունների։ Եվ ես կոչ կանեի, որպեսզի ես չգիտեմ ինչ ձևի, բայց ինչ որ մի պետք է օրենք ընդունվի նոր խորհրդարանում, որպեսզի այդ խայտառակությունը այլևս չկրկնվի, որովհետև անընդունելի է այն բանը, որ ուրիշ երկրում ապրող մի անձնավորություն կամ անձնավորությունների խումբ, թեկուզ եւ տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք որ հետաքրքրված չեն Հայաստանով, որոնք որ Հայաստանի կյանքի հետ ընդհանրապես ծանոթ չեն, ինքը իր կուրսկում աշխատում է, ինքը իր, չգիտեմ, շինարարական ինչ-որ մի հատ ֆիրմա ունի, տները սարքում կամ ռեմոնտ անում ու հանկարծ ուրեմն մի քանի տարի մեկ ինքը կամք է արտահայտում, որ պետքա գնա ուրեմն որոշի, թե հայաստանցիները այնտեղ ոնց են ապրելու։ Ոչ, այդ բանը պետքա չկրկնվի։ Մենք պետք է պարզ եւ սթափ գիտակցենք, որ մեր հայրենակիցները, որոնք որ բնակվում են երկար տարիներ Ռուսաստանում, իրենք այն պրոպագանդան, որը որ այնտեղ առավոտվանից երեկո թափվում է իրենց ականջների մեջ, այդ պրոպագանդան իրենց գլխներում հետևանքներ է ունեցել։ Եվ այդ հետևանքները իրենք չպիտի անդրադառնան հայաստանցիների վրա, այն մարդկանց վրա, որոնք որ Հայաստանը այսօր կառուցում են, շենացնում են եւ իրենց ապագան եւ իրենց երեխաների ապագան տեսնում են Հայաստանում։ Այն մարդիկ պետք է այդ ազդեցությունը այլևս չունենան։ Շնորհակալ եմ, պարոն Արաքելյան։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Արաքելյանն էր, կհանդիպենք։